ի վերջո կա քաղաքակիրթ բաներ, որոնք պահվել են միշտ։ Ինչպես վեր է գնում է։ Այդ ասելու բան է։ Դե հիմա թող ասեն, ինչ ասեմ ես։ Իրեն հարգող մարդը որևէ տեղ առանց հրավերի գնում է։ Բայց օրենք ասում է կաթոլիկոսը իրավունք ունի։ Հա իրավունք ունի, բայց հրավիրում է։ Չէ, ախր սիրելիներս, նենց եք խոսում, ոնց որ կաթոլիկոսը ձեր թաղի տղերքից մեկն է ու իր գործը չի անում։ Այդ այնց չի եղել։ Սրբազանային Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու բարենորոգման ծրագրով եւ իր կողմը անցած եպիսկոպոսներից այս ընթացքում որևէ մեկը վեհափառի հետ հանդիպման եկել է, օրինակ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդ Հռչանես։ Ոչ մեկն էլ հանդիպան չի եկել եւ մենք այն եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, ովքեր եղել են Գերագույն հոգևոր խորհրդի մեջ, մենք Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին էլ ենք նրանց հրավերներ ուղարկել, բայց մնացել են անպատասխան։ Նրա կողմից եղել է որևէ քայլ հանդիպում սրբազան եթե լիներ, կլիներ հանդիպում անպայման։ Ես ձեզ նորից կրկնեմ, ուր կա զղջում, ճշմարիտ քրիստոնյան չի կարող ներողամիտ չլինել, ուր կա զղջում։ Արցախահայերն էին ձեզ դիմել, որպեսզի անդրադառնաք Հռչանես Սրբազանի հարցին, նրան, այսպես ասած, կարգալույց հռչակեք, քանի որ նա չի ծառայում արցախահայերի շահերին։ Այս հարցին անդրադարձել եք Սրբազան։ Անշուշտ անդրադարձել ենք եւ քննարկել ենք։ Որոշումը դուք շատ լավ գիտեք, որ դեռևս Սրբազանը մնում է իր տիտղոսով։ Այսինքն այնպիսի բան չի արել, կանոնական դաշտում է դեռևս գործում, որ կարգալույց չի եղել, որտեղ օրինակ Գևորգ եպիսկոպոսի պարագայում թեմի քահանաներն էին դիմել եւ խնդրել էին կարգալույց հռչակել, Չէ, թեմի քահանաները խնդրել էին, այո, որպեսզի իրենց առաջնորդին փոխեն։ Արցախահայերն էին ձեզ նման խնդրանք։ Մենք արցախահայերի հետ մշտական կապի մեջ ենք սիրելիս եւ այն հարցերը, որը կան, մենք նրանց հետ այդ հարցերը քննարկում։ Սրբազան, այս իշխանության այս գործողությունները ինչ-որ կերպ թույլատնում է հայ առաքելական եկեղեցին։ Երևի թե զորացնում է, որովհետեւ պատմության ընթացքին քրիստոնեական ոգին, հավատքը միշտ հալածանքների շրջանին շատ ավելի զորացել։ Կապ չունի, առավել ևս։ Գիտեք, մի բան է պետք հասկանալ մեր իրականության մեջ։ Այսօրվա այսպես կոչված չասելու, հա? Այս հնարավորություն կտամ։ Հարցը նրանում է, որ պետք է շատ հստակ գիտակցել։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին Հայաստանում ինչ-որ մի կազմակերպություն չէ։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին մեր միակ պատմական, մշտապես գործող եւ գործելու է եւ իր ազգի ոչ միայն հոգեվոր, այլև շատ ազգային տարբեր հարցերի համար իր առաքելությունը։ Եկեղեցին ոչ հեծ է, ոչ wellness կենտրոն է, որ կարելի է բոլշևիկյան ձևով փուլակաթափ անել, պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։ Հայ ուզում են, որ սա շատ լավ, շատերը գիտակցեն, որ այդպես չի լինում։ Եկեղեցին այն կազմակերպությունների նման կազմակերպություն չէ, եկեղեցի մեր ազգի հոգին է, մարմինը պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է, այսինքն
պետականացնել հնարավոր չէ այդ բոլշևիկյան իմաստով էքսպրոպրիացիայի Իշխանությունը շարունակ ասա ես ձայնագրությունը լսեցի, այդ խոսքերը դուք չեք ասում, ձեր Բավոր ասում եմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրելու։ Չէ, ես։ Սպասեմ, տեսեք, միշտ եկեղեցին ձեռագրվել է նաև այսպիսի մեղադրանքներ, որ դրսից ազդեցություն կա հատուկ ծառայություններ, FSB-ն կարճ ասած, ռուսական հատուկ ծառայության FSB, կա նման խնդիր, թե ոչ հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավը կապ ունի, թե չէ, որտեղ ասում են դեռ սովետական տարիներին, եթե ուզում են եկեղեցուն բարձր պաշտոն ունենալ, պետք է այսպես ասած FSB-ի դաբրոն ունենային, այս մասը ինչ կա։ Նայեք տեսեք, նախ եւ առաջ այդ չարաբաստիկ սովետական KGB-ն այդ ազդեցությունները այն բոլշևիկյան կոմունիստական կուսակցությունը թվում էր թե մեր կյանքից վաղուց դուրս է եկել վաղուց մեր կյանքից դուրս է եկել եւ իրականում այսօր KGB-ել չկա, որ ասում են KGB-ի ագենտ չգիտես այսօր եթե ռուսական են ասում, ուրեմն FSB-ի չգիտեմ բայց այսօր թեև ես կարծում եի մեր կյանքից դուրս է եկել, բայց դրա կլոնը մեր հայրենիքում ուրիշ անուններով է մեջտեղ ընկնում եւ նույն գործելակերպով սկսում է աշխատել եւ նույն կոմունիստական կուսակցության, այսինքն բոլշևիկյան ոգիով եւ նույն KGB-ի մեթոդներով։ Իսկ ինչն է թե հայ եկեղեցին կապ ունի օտար ազդեցության հետ, հայ եկեղեցին օտար ազդեցության հետ պարզապես անհեթեթություն է դրա մասին խոսել։ Ինչ է նշանակում KGB-ի, ինչի օրինակ ՑՌՈ-ի չէ։ Ինչի MI6-ի գաղտնիք չէ, ես բրիտանական քաղաքացի եմ, ինչի ինձ չեն որակավորում որպես MI6-ի, ես նույն հարցը տվել եմ իմ դեսպանին այստեղի, իմ հյուպատոսին է, արաբական տիրապետության տակ եղել է, արաբական տիրապետության տակ եղել է, ինչ կապ ունի, իսկ ներողություն, չէ, մեկ վարկյան, երկխոսության չէ վերածում, բայց ձեր նույն տրամադրությամբ, եթե Հայաստանը եղել է Ռուսաստանի տիրապետության տակ, ուրեմն այսօր գործող իշխանություններն էլ դրա մնացորդներն են, ձեր տրամաբանությամբ, ոչ թե իմ։ Իշխանության կողմից եկեղեցուն Շատ եղավ հոգնած։ Իշխանության կողմից եկեղեցուն ուղղված մեղադրանքները, որ խառնված է քաղաքականությանը եկեղեցին, նաև հեգնում են ասելով, որ վեհապար Հայրապետը անձամբ գնաց եւ Սամվել Կարապետյանին այցելեց տնային կալանքի ժամանակ, ինչպես նաև ասում են ինչու է վեհարանում Սամվել Կարապետյանի լուսանկարը փակված, հետո ինչ որ բարեգործություն է արել։ Ոստե։ Վեհարանի եկեղեցի չէ նա, եթե սկսենք դրանից։ Եվ երկրորդը վեհարանի ամբողջ նորոգությունները կցակառույցներով, ամեն ինչով սկսած կահավորումով բարեգործությամբ է արված Սամվել Կարապետյանի։ Մենք ամեն տեղ մեր բարերարների նկարներ ունենք դրած։ Գնացեք Գարեգին առաջին կենտրոն, գնացեք Վաչե Թամար Մանուկյան մատենադարան, այնտեղի բարերարների նկարներն են դրած։ Այստեղ էլ այդ բարերարները։ Ինչ կա դրան։ Մենք քո իկոնա չենք սարքել դրել եկեղեցի։ Այդ տգիտությունն է եւ այդ ընդամենը մի ցալքանի ուղեղի աշխատանք։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Չէ, վերջացրու։